հայկական լեռնաշխարհից, Արարատյան երկրից վարպետները գնացել են Շումեր իրենց հրավերով, թագավորի Ուրուկ թագավորի հրավերով, գնացել են որպեսզի կառուցեն իրենց Աստծո տաճարը։ Այդ տաճարի փլատակները եւ վերակառուցումը հուշում է, որ դրանք զիկուրատներն են։ Աստիճանաձև կառույցները դեռ կան, քանի աստիճան է, որը խորհրդանշում է երկնային ինչ որ շերտ, իրենց գույները ունեն եւ այլը, եւ դա կառուցել են Արարատյան թագավորությունից հրավիրված վարպետները, ճարտարապետները, առավել հետները տանելով նաեւ շինանյութ։ Իմ ծանոթներից մեկն ասում էր Եգիպտոսում տեսան, որ լեռներ չունեն, որոշեցին, որ բուրգեր կառուցեն եւ դա ծիսական նշանակություն հումորով են ասում, բայց հումորով պետք չի ասել, որովհետեւ տեսեք նույն բանը Միջագետքում է, նույն բանը Եգիպտոսում է։ Եթե մարդը ապրում է մի տարածքում, աշխարհագրական մի միջավայրում եւ իրեն գիտակցական կյանքի ընթացքում չի տեսել որևէ բարձունք, հարթավայրում է ապրում, ուրեմն բարձունքի գաղափարը պիտի ինքը ընդունած լիներ մեկ այլ տեղից։ Ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մարդկանց, որոնք անընդհատ տեսնում են տարբեր բարձունքներ եւ ունեն պաշտամունքային բարձունքներ, դրանց հետ կապված հազարավոր պատմություններ, գրավոր աղբյուրներ, բանավոր, որը մեծ հասարակություն եւ այլ եւ այլ։ Եվ նաեւ սրբազան երաշերտ լանդշաֆտային բաժանումը։ Բնականաբար,